Աշխարհը բաց է կրեատիվների, իսկ HiFind-ի կրեատիվը ձեր բիզնեսի, կոնտենտի եւ բլոգինգի նոր հնարավորությունների համար։ Մեր հյուրը բլոգեր, մարքետոլոգ Լուսինեն է, ով կարողանում է իր բլոգում ներկայացնել սերը, ընտանիքը եւ ինքնաճանաչման մասին մտքերը եւ այն պարզ երջանկությունը, որը կա մեր առօրյայում։ Բարի գալուստ կրեատիվ։ Ողջույն, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Դու դեռ չգիտես մենք ինչ ենք նախապատրաստել։ Չէ, մի լարվի։ Մինչև սկսելը առաջարկում եմ խմենք մեր վիտամինայի գործընկերոջ ջրերից։ Ծանոթ են ձեզ վիտամինայի ջրերը։ Այո, ծանոթ են։ Ահա։ Ես շատ ծառավ եմ, շատ լավ է, որ գտնենք։ Առաջարկում են ինչպես սովորական տարբերակը, այնպես էլ ունեն համային տարբերակներ եւ ամենակարևորը առանց շաքարի են ու հայկական արտադրության։ Հիանալի է, որովհետև այն մարդիկ ինձ թվում ովքեր ջուր չեն կարողանում հենց այդպես շատ խմել, օրինակ ես համային տարբերակով ավելի հեշտ եմ խմում։ Ահա, շատ ավելի հարմար է։ Դու քեզ նաև տուն կտանես։ Սիրո։ Լուսինե ջան, նախքան խաղը սկսելը, հաղորդման խաղերին անցնելը, առաջարկում եմ հանեք մեկ բիզնեսի անուն, որը գրանցված է HiFind-ում։ Ահա։ Բացեմ։ Այո, բացեք ու փորձեք կռահել, թե ինչով է զբաղվում, ինչ գործունեություն կծավալի նա։ C-Look Style։ C-Look։ C-Look, ինչ կլինի ըստ քեզ։ Ինձ թվում է հագուստի բրենդ է ինչ որ։ Այստեղ դուք որ սեղմեք կտանի արդեն իր Instagram-ի էջը։ Ոնց որ ճիշտ եմ կռահել։ Այո։ Այո։ Օնլայն հագուստի խանութ է։ Ահա։ Իսկ նկարները, չգիտեմ, վիզուալը ձեզ դուր գալիս է։ Պիտի անկեղծ ասեմ։ Իհարկե։ Իհարկե, նշանալ։ Ձեր ոճին համապատասխան է թե։ Ոճին համապատասխան, ահա, սիրուն բաներ կան։ Նկարները իմ կարծիքով ավելի լավ կլիներ, որ ոչ թե ներբեռնված նկարներ լինեին, այլ հենց մոդելների վրա լինեին նկարները, այդպես ինձ թվում է ավելի վստահելի տեսք ունենար էջը։ Թե չէ, այսպես հա ոնց որ դրսից վերցրած, փաթեթավորած էջա, բայց UGC կոնտենտ չկա։ Այո։ Որը հիմա շատ կարևոր է։ Շատ կարևոր է, իհարկե։ Եվ ոնց որ վաղուց պոստեր էլ չունեն։ Վերջինը երբ ա եղել կասեք։ 24 թվականի սեպտեմբերին։ Ոչ ակտիվ արդեն 2 տարի է չի գործում էջը։ Լավ, շնորհակալություն։ Անցնենք բլից հարցերին։ Լուջան, ցանկանում էի հումորով ամուսին, թե ռոմանտիկ։ Հումորով։ Բայց ինքը ռոմանտիկ էլ է, չէ՞։ Վաղուց վերել է։ Այդ ասում եք երկու երնեք միտեղ չի լինում է։ Ծով, թե թանգարաններ։ Ծով։ Կայունություն, թե արկածներ։ Արկածներ։ Օնլայն շոփինգ, թե ամուսնու քարտով մոլ։ Ամուսնու քարտով մոլ։ Իհարկե։ Կամ օնլայն շոփինգ էլի ամուսնու քարտով։ Երեխաների հետ ծովափնյա հանգիստ, թե երկուսով դիլիջան։ Ինձ թվում է այդ կախված է թե ինչ փուլում եմ, եթե հոգնած փուլում եմ երկուսով դիլիջան, եթե դեռ ուժեր ունեմ, հաստատ երեխաների հետ ծով։ Շատ լավ։ Так, 1000 լայք, թե 10 ժամ ազատ ժամանակ։ 10 ժամ ազատ ժամանակ իհարկե։ Կարիք չունի։ Հանրաճանաչ լինել ամեն գնով, թե ազդեցություն ունենալ։ Ազդեցություն ունենալ։ Երեխաները ասեն՝ «Մամ, կգաս», թե ամուսինը մի բան ասեմ։ Ամուսինը ասի մի բան ասեմ։ Դա միշտ ավելի հետաքրքիր ինտրիգային է, իսկ այն մամ կգասը գիտես որ գնալու ես ինչ որ ոչ մի բան ցույց չտան, ուղղակի կանչում են։ Ֆիքսել կատարյալ կադրեր, թե անկեղծ պահեր։ Անկեղծ պահեր։ Ու վերջին հարցը՝ առանց ինտերնետ, թե առանց սուրճ։ Առանց սուրճ, ես սուրճ չեմ սիրում։ Հա? Այո։ Դե դու սուրճ սիրում ես։ Չէ, չեմ սիրում։ Սխալ հարց է։ Իսկ ի՞նչ ես սիրում։ Առանց կաթ պետք է։ Առանց կաթ։ Բայց մեկը առանց կաթ։ Կաթ շատ եմ սիրում։ Ապրես ջան, ըստ ումա հեշտ է, չէ՞։ Շատ հավես էր համեր։ Շարունակենք։ Ունենք խաղ, կրիայի ռիթմը, ունենք կրիաներ, որտեղ կան գրություններ։ 1 րոպեի ընթացքում խնդրելու ենք, որպեսզի բարձրացնեք բոլոր գրությունները, համեմատեք ձեր առօրյայի, կյանքի, բլոգինգի հետ։ Շատ լավ, հետաքրքիր է։ Իսկ հետաքրքիր է դուք կրիային ում կամ ինչի հետ եք ասոցացնում, Լուսինե ջան։ Դանդաղ հաջողության։ Ուղղակի որ լսել եմ որ սուրճի բաժակենն եմ, կրիայը դուրս գալիս տենց են ասում, ու տենց իմ նենց ֆիքսվել է այդ ինձ մոտ ականջից միշտ որ ասում են կրիայի ասում դանդաղ հաջողություն։ Հա, նման բան դեռ չէր եղել։ Հա, պրակտիկայում կրեատիվ։ Միշտ ասել են իմաստություն։ Իմաստություն, հա, բայց ոչ դանդաղ հաջողություն, հələ կփորձեք։ Շատ լավ։
Նաև դուք մեկ անգամ նշել եք ձեր գրառումների մեջ, որ արդեն հոգնել եք վազքից ու ավելի ընտրել եք հանգիստ տեմպով առաջ գնալը։ Այո։ Այ հետաքրքիր է, երբ համեմատում եք կրիայի հետ, դուք ավելի շատ հիմա հաստատուն քայլերով առաջ եք գնում, թե փորձում եք այդ հաջողությանը շատ արագ հասնել։ Հենց այս պահին երևի կասեի վերջին 2 շաբաթը անգամ այդքան կարճ ժամանակահատվածում ավելի փորձում եմ արագ հասնել լիքը բաների, ինչ երկար ժամանակ է, ուզում եմ ու վախենում եմ անեմ կամ ինչ որ բաներ եմ մտածում, որից հետ կպահի, ոնց որ արդարացումներ, ու այս վերջին 2 շաբաթը անգամ մազերից գույնը ես 3 եմ փոխել, ու այս մի քանի տարի այս ուզում էի փոխեի, բայց էլի այդ ռիսկը չէի անում, այս վերջին 2 շաբաթում ամեն ինչ արել ու տենց ինձ դուր է գալիս այդ, բայց բնականաբար այդ անելուց հետո գալու է դանդաղ ընթացք լինի, որ արդեն պետքա դանդաղել։ Այդպես։ Շատ լավ։ Հիմա վերցնենք մեր ավազային ժամացույցը, երբ պատրաստ լինեք, կասեք ես շրջը։ Պատրաստ եմ։ Պատրաստ եք, սկսեցինք։ Ոնց եմ։ Ավտոմեքենա, ինչ եմ ասոցացնում, նու ազատության, մեծ պայուսակի, ուր ուզել գնալու, ինքնաթիռ, ճամփորդություններ, նոր տեղեր բացահայտել, բնականաբար։ Так, գիրք։ Գիրքը մենակ անցկացրած հավես ժամանակ, բնականաբար նոր էմոցիաներ, աչքեր, անverջ հիանալու հուզվելու, փայլելու մասին է իմ կարծիքով աչքերը, մարզասրահը էլի ինքդ քո հետ անցկացրած ժամանակ, ինքնախնամք ու սիրուն մարմին, ասում եմ, լուսանկար, պահը անմահացնելու ու Instagram-ի նաև, Կոնտենտ ունենք։ այո, կոնտենտի, մանուշակագույն ծաղիկներս, մեր վերջին ֆոտոշուտն է, անսահման գեղեցկություն, բնության ստեղծած ամենահրաշալի գույներից մեկն է երևի մանուշակագույնը, որ նման չի ոչ մի բանի, երկինքի խոտերին կամ ինչ-որ բան, բայց ինքը սենց մի հատ ուրիշ այո, ու ինքը вообще համարվում է թագավորական գույն, ու այն ժամանակ միայն թագավորները կարող են իրենց թույլ տալ այդ գույնը ունենալ առհասարակ։ Ապրեք, անցնենք մյուս խաղին։ Այո։ Մյուս խաղը կոչվում է 7 վայրկյանը։ Մինչև խաղի սկսելը հետաքրքիր է, երբ ձեզ ասում են ժամանակ չկա արտահայտությունը, ձեր առաջին արձագանքը։ Հավատում եմ նախ, որովհետև պատկերացնում եմ այդ հիմիկվա աշխարհում ինչա, բայց նաև կան մարդիկ, որ եթե օրվա մեջ մի հատ գործ պլանավորել են, այդ օր փակում են, չեն կարող այդ օր ուրիշ բան պլանավորել։ Հա, ես տենց չեմ, բայց շատ ժամանակ որ ասում են իրոք ժամանակ չկա զանգելու կամ բանի, ես նաև հասկանում եմ, որ ժամանակ չկա, տակ կա նաև ուժ չկա, էներգիա չկա, հոգնած եմ ու հասկանում եմ։ Իսկ լավ, քեզ երբ որ դնում են այդ դրա մեջ, որ ժամանակ չկա, արագացրու, այդ դու քեզ ոնց ես։ Այդ ես եմ միշտ դնում բոլորին դրա մեջ ու իմ վրա աշխատում եմ։ Դառնում որ մարդկանց չշտապացնեմ, անավանդ ամուսնուս ու երեխեքին։ Բայց ես սիրում եմ նեղ ժամկետներում ինչ որ բան անել, սեղմ ժամկետներում, այսինքն ինձ չի խանգարում այդ արտահայտությունը։ Իսկ ինչի համար եք հաճախ ժամանակ գտնում։ Ինչ ուզում ա լինի, որ միշտ դրա համար ժամանակ կգտնեք, ինչ որ գործողություն։ Ընկերներից որ տեսնեմ, եթե էներգիա ունեմ, մեկ-մեկ լինում է սոցիալական էներգիա սպառված է լինում, չես ուզում ոչ մեկի երեսը տեսնել, բայց եթե այդ էներգիաս կա, ընկերներից տեսնելու ժամանակ կգտնեմ, թեկուզ որ գան մեր տուն, իմ առօրյայի մեջ լինեն։ Դե բնականաբար ուզեմ չուզեմ ժամանակ գտնում եմ երեխաների հետ անցկացնելու, սովորաբար, բայց ուզում եմ անավանդ զբոսանքները ու երբ որ եղանակ արդեն բացվել է, միշտ ժամանակ գտնում եմ դրա համար։ Ու միշտ ժամանակ ունեմ, որ մեր ընտանիքի անդամները գան մեր տուն, հավես նստենք, ամուսնուս ընտանիքի, իմ ընտանիքի, շատ եմ սիրում ընտանեկան հավաքույթներ ու ընթրիքներ առհասարակ։ Հիմա արդեն էլի դու ինքդ քան որ սիրում ես, քեզ դիմաց են սեր բանում ես, դու արդեն 7 վայրկյան ես ունենալու, որպեսզի 10 հարցերին քո պատասխանները։ Սկսեցինք։ Նմանություն։ Ինչ բնավորության գիծ են ձեր երեխաները կամ նրանցից մեկը ժառանգել ձեզնից։ Մեծ տղաս ժառանգել է ինձնից այն որ չի սիրում երբ իրեն սովորեցնում են եւ շատ է սիրում սովորել, փոքրը չգիտեմ։ Դեռ պարզ չի։ Նրա աչքերով 3 բառ, որոնցով ձեր ամուսինը հաճախ նկարագրում է կամ կնկարագրի ձեզ։
Ոյ, այս ինչ դժվար հարց է, շատ դժվար հարց է։ Սիրուն, բարի ու հոգատար։ Ընտիր։ Կրկնվող հարց, որ հարցն եք ամենահաճախը ստանում սոցիալական ցանցերում եւ կուզենայիք այլևս չպատասխանել։ Մի րոպե ասեմ, քանի տարեկան եմ, ինչքան եք հաշս, երբ ենք ծանոթացել Նորոյի հետ, այդպիսի պարզ հարցեր, որ շատ եմ պատասխանել, էլ չեմ ուզում պատասխանել։ Վախեր, մայր դառնալուց հետո որ վախերն են ուժեղացել եւ որոնք թուլացել։ Ժամանակի ընթացքում այդ վախերը փոխվում են, թե մնում են նույնը։ Ես շատ վախեր ունեցող մարդ էի, մանավանդ կորուստների տեսանկյունից, որ մտածում էի կարամ ինչ-որ մտերիմ կորցնեմ, մայր դառնալուց հետո գալիս են էլի տենց մտքեր ամուսնու հետ կապված, երեխաների հետ կապված, բայց բավականին ավելի անվախ եմ դարձել, որովհետև տղաներ ունենալով պետքա մի քիչ նաև այդ տղայական գծերը մեջիդ մտցնես, որ կարողանաս իրենց ճիշտ դաստիարակել։ Ասում տեղավորվեցի։ Դրացիլ եք ոչինչ։ Որոնում, ձեզանից ով է տանն ամենից հաճախ կորցնում կամ փնտրում իր հեռախոսը։ Ես, միշտ, եթե զանգում եք չեմ վերցնում, կորել է հեռախոսս, իմացեք, բայց ես շատ լավ եմ գտնում ցանկացած կորած իր։ Ես բոլորի տանը կարող եմ գտնել իրանց կորած իրերը։ Իմ էներգիայով, այո։ Իրականության ընդունում։ Ճշմարտություն, որի ընդունումը ձեզ համար շատ դժվար էր։ Ձեր կյանքը փոխվեց դրանից հետո։ Ամենամեծ վախը ու այդ դժվարությունը ճշմարտություն ընդունելու այն ա եղել, որ ես հասկացել եմ, որ ես մեծացել եմ ու առաջվա նման ես չեմ ունենալու նույն էներգիան ու նույն կյանքը, ոնց մինչև մայրանալը, ես դա նոր եմ ընդունել ու դեռ այդ դրա ճանապարհին եմ ու իրոք շատ դժվար է այդ ինձ տրվել, որ ես մտածում էի նորից 17 տարեկանի էներգիան եմ ունենալու, 17 տարեկան թեթևությունը, բայց այնց չի լինում։ Հայացք անցյալին, ձեր կյանքի որ փուլին կուզենայիք գոնե մեկ անգամ կողքից նայել եւ ինչու։ Ես կողքից նայել չգիտեմ, բայց կուզենայի վերապրեի իմ դպրոցական վերջին տարիները շատ կուզեի վերապրեի ու ուսանողական կյանքս կուզեի ինչ-որ շուտկումներ անել, որ բաց թողումներ ունեցել եմ ըստիս։ Այդքանը։ Մերսի։ Ձեզ էլ շատ հետաքրքիր փուլեր եք մտածել միջայլը։ Խոսք քաշելու։ Մենք երեքով ասելու ենք մեկական բառ ու դուք այդ բառերով փորձելու եք ուղղել ձեր եւ մեր լսարաններին։ Սկսեցինք Լուսինեից։ Կրեատիվ։ Նպատակ։ Ճանապարհ։ Մեր նպատակներին հասնելու ճանապարհին շատ կարևոր է, որ չկորցնենք մեր եսը, մեր տեսակը ու չփորձենք նմանակել ուրիշին եւ ուրիշի կյանքը, լինենք ավելի կրեատիվ, ստեղծագործ ու մեր մասին։ Բրավո։ Լուսնեյ ջան, պատկերացնենք, որ կրեատիվը ոչ թե հաղորդում է, այլ փողոց։ Ու մեր բոլոր հյուրերը ունեն իրենց համար նախատեսված փողոցները։ Ձեր համար նախատեսված փողոցը ինչպիսին կլիներ։ Ես պատկերացրեցի, որ կլիներ լայն, պողոտայի նման, ու մեջտեղով կգնային, գիտեք, որը պատկերացրեցի Մոնթե Մելքոնյանի փողոցի նման, որ մեջտեղով ծառեր կային տնկած, ինքը լուսավոր է ու տեսարանը բաց է, դեպի Մասիս լեռը այդ։ Ամենակարևորը, որովհետև ես ապրում եմ Արարատի տեսարանով, իմ համար օրը երբ որ բացվեց, ես առաջին նայում եմ այսօր ոնց է երևում Արարատը։ Պարզա թե չէ։ Իսկ ինչ ցուցատախտակ կլիներ ձեր փողոցում։ Որթա։ Իսկ ձեր նկարներով կլիներ։ Ես էլ այդպես պատկերացնում, նկատանեկան ինչ-որ բան էի պատկերացնում։ Հավես նկարով կլիներ։ Դուք ասեք, ուրեմն դուք ասեցիք, երբ ես դժվար եմ մեկ կողմնորոշվել։ Հա, այդ լուսավոր հավես նկարը ձեր ու երեխեքի։ Հա, ես էլ հենց որ գրում էի, մտածում էի, որ կլինի ձեր ցուցատախտակը ձեր ընտանիքի ու ինչ որ սիրուն գրությամբ։ Օրինակ կարող լիներ ճանապարհին սիրելիները սպասում են, որ քիչ զգուշ քշեն։ Այո, ճիշտ ես։ Պատկերացնենք, որ այս սեղանի շուրջ նստած են փոքրիկ ներկա եւ ապագա լուսինեները։ Ու դուք հիմա իրանց հետ խոսում եք, հետաքրքիր է փոքրիկ լուսինեն ինչով կհպարտանար, իսկ մեծ լուսինեն ինչ կասեր ձեզ։ Փոքրիկ լուսինեն հաստատ կհպարտանար իմ ստեղծած ընտանիքով, որովհետեւ ըստիս Փառք Աստծո, ես ստեղծել եմ այն ընտանիքը, որի մասին անգամ չէի կարա երազեի, որը ես չեմ ունեցել։ Այսինքն ունեցել եմ նորմալ ընտանիք, բայց հաստատ իմ ընտանիքը ավելի լավն է։ Ու իմ շրջապատի տեսած ընտանիքներից էլ ավելի լավ, փոքր Լուսինեի տեսած ընտանիքներից։ Ես շատ կհպարտանայի իմ տղաներով,
որ ես ունեմ, որ ես մինչև այս տարիքը ինչքան որ տվել եմ իրանց, իմ ընտրությամբ կողակցի էլի շատ կհպարտանայի ու այն ամենով ինչին հասել եմ ու չեմ կորցրել իմ տեսակը, իմ պարզությունը, անգամ չգիտեմ հարվածներ ստանալուց, ինչ որ ամեն անգամ չեմ փորձել ավելի վատը դառնալ ու ինձ փակել, այլ փորձել եմ ուղղակի ճիշտ մարդկանց հետ շփվել դրանից հետո։ Իսկ մեծ Լուսինեի հետ, չգիտեմ, մեծ Լուսինեն ինձ երևի կասեր, որ ես շատ եմ շտապում ու մտածում եմ, որ ես քիչ ժամանակ ունեմ, պետք է շատ բան հասցնեմ այդ քիչ ժամանակում։ Մեծ Լուսինեն ինձ կասեր, որ ես շատ եմ երևի ամեն ինչ ծանր տանում։ Պետք է մի քիչ ավելի թեթև նայել կյանքին, որ ես իսկապես հիմա փորձում եմ անել, որ մեծ Լուսինեն հետո հպարտանա։ Ու չգիտեմ, ինձ հետաքրքիր է մեծ Լուսինեն քանի տարեկան է։ Ինչքան է մեծանալու մինչև։ Ու ինձ թվում է մեծ Լուսինեն, այդ ես ուղղակի ապելացում անեմ քեզ ճանաչելով, հաստատ կասեր Լուս, ես քեզ ուզում եմ տեսնել մեծ բեմերում ու ֆիլմերում, որ դու անպայման այդ օգտագործես։ Փոքր այս Լուսինեն անում արդեն քայլեր արել է դրա շուրջ։ Всё։ Ինքնավոր մեծ Լուսինեն։ Ու մեկը երբ մեծ Լուսինեն կասեր, որ հետևիր առողջությանը եւ նորմալ հացկեր։ Որ ես գիտեմ քո բազմազբաղ օրը ոնց է սկսվում, ոնց է ավարտում, բայց դու մեր համար ժամանակ գտար։ Այս խնդրում եմ Hi-Find-ի ու կրեատիվի կողմից վերցնես այս ստիկերները։ Այստեղ արդեն կա քո կրյան, դու ունես քո կրյային ու նրա միտքը։ Վայ, ինչ լավն է։ Շնորհակալ եմ շատ հրավերի համար, իսկապես շատ տարբերվող ֆորմատ է, շատ հավես թեթև հաղորդում է եւ հետևորդի, դիտորդի համար եւ հյուրի։ Ոչ լավ է։ Ձեզ բացահայտեցիք այսօրվա հաղորդման ընթացքում թե՞ Հա, իսկապես հա, որովհետև հարցեր կային, որ առօրյայում ինքդ քեզ ժամանակ չես էլ գտնի տալ, իսկ այս դեպքում շատ հետաքրքիր էր ու մանավանդ որ պետքա արագ առաջին ենթագիտակցության մտքին եկածը ասես էլի։ Շատ շնորհակալ ենք Լուսինե ջան, նաև նվեր մեր գործընկերոջ կողմից, վիտամինա համային ջրերի կողմից։ Մերսի շատ։ Քանի որ դուք արդեն ծանոթ եք, կասեք արդեն ձեր սիրելի համը որն է ու արդյոք այնտեղ ունեիք ձեր սիրելի համը թե ոչ։ Նայեմ։ Տեսնեմ։ Ես այո, լիմոն սիրում եմ, լիմոնի համը թարմացնում եմ միշտ եւ այստեղ ուտեք վարդ, հա? Այո, վարդ։ Եվ սա այ դեռսի չեմ փորձել, բայց ըստ դուր կգա ինձ։ Շատ լավ։ Նաև մենք ունենք նվեր արդեն մեր նոր գործընկերոջ կողմից։ Դուք առաջին հյուրն եք, ով կստանա այս գեղեցիկ ծաղիկները Anna Flowers-ի կողմից։ Շնորհակալ եմ շատ նվերների համար եւ հրավերի համար։ Ձեր հաղորդմանը ցանկանում եմ մեծ հաջողություններ, լիքը լավ դրական հյուրեր ու ավելի մեծ եթերներ։ Շնորհակալ եմ։ Համոզենք հաջորդ հյուրը նորոնլի։ Այո։ Հետաքրքիր կլինի իր այդպես խաղային անցումները ու իր տեսեք։ Ես կհամոզեմ։ Շնորհակալ եմ շատ։ Լուսինե ջան, եւս մեկ անգամ շնորհակալություն, շատ հետաքրքիր բացահայտող զրույցի համար։ Դուք ձեր տեսակով, ձեր խոսքերով եւ բացահայտմամբ ցույց տվեցիք, որ գեղեցկությունը միայն կատարյալ լինելու մասին չէ, այլ ապրած, զգացած եւ գիտակցված կյանքի ճիշտ ուղու մասին է։ Շատ մերսի ձեզ։ Շնորհակալ եմ շատ ձեր խոսքերի համար եւ հրավերի համար։ Շնորհակալություն։ Իսկ դուք հետևում եք կրեատիվին ու կսպասենք մեր հաջորդ հյուրին։